Հայաստանի մանկատաներում ապրում է մոտ 850 երեխա։ Այս թիվը գնալով աճում է։ Պետական վիճակագրական վարչության տվյալներով անցյալ տարի մանկատանից դուրս եկած 178 պատանիներից 75-ը վերադարձել են հարազատների մոտ։ 63-ին որդեգրել են։ 40-ի մասին որևէ տեղեկություն չկա։ Պահանջվում է գտնել, ինչ կյանքով են ապրում մանկատնից դուրս եկած անհայտ ճակատագրի տեր այդ մարդիկ։ Որքան արագ է պտտվում այս անիծյալ խենթ մոլորակը, որքան արագ է հեռանում մեր ապրելու ժամանակը։ Երազում եմ, որ իմ մամայիս հետ միշտ լինեմ, երկրորդը երազում եմ, որ շատ է մեծանամ դառնամ բասկետբոլիստ։ Ես երազանք ունեմ, որ մեծանամ դառնամ երգիչ։ Ուզում եմ, որ հայրիկիս մոտ լինեմ և նրա ջերմություն զգամ։ Կյանքի շեմին կանգնած էր լուռ ու գլխահակ մի պատանի, երազանքներ ուներ մաքուր ձեռքին սպիտակ մի աղանի։ Մեր օրերի համար բացառիկ մի համագործակցության շնորհիվ պետությունը, հովանավորները, բարեգործական կազմակերպությունները Հայաստանի 8 մանկատներում երջանիկ մանկության հաջող իմիտացիա են ստեղծել։ Հոգսերը քիչ են, խաղերն ու երազանքները շատ։ Այստեղի բնակիչները ծնողական խնամք չունեն, բայց մնացած ամեն ինչում շատ ավելի քիչ զրկանքներ են կրում, քան իրենց տարեկիցներից ոմանք։ Ես Լիլիթն եմ, 11 տարեկան եմ, ապրում եմ Զատիկ մանկատանը, սովորում եմ 3-րդ դասարանում։ Բացի դպրոցից հաճախում եմ երաժշտական դպրոց, սովորում եմ դաշնամուր և ապագայում ուզում եմ դառնալ դաշնակահարուհի։ Մինչև 16-18 տարեկան դառնալը երեխաներն իրենց ապագայի մասին անվրդով դատողություններ են անում։ Հետո նրանք բոլորն էլ հրաժեշտ են տալիս մանկատանը։ Դրսում նրանց սպասում է կյանքը։ Ութանասունվեց թվից բնակվում եմ ստեղ։ Աշխատանք չկա, գրանցում չունեմ։ Ժամանակավորապես 88 մինչև 8 թիվը գրանցեցին, նրանց հետո ես գրանցում չունեմ, օդի մեջ եմ։ Եթե հիմա ստեղից գան ինձ դուրս հանեն, ես օդի մեջ կմնամ։ Տեղ չունեմ, ունեմ մի հատ աղջիկ։ Ամուսնացել եմ, իմ կյանքս չի դասավորվել նորմալ կյանքով։ Ամուսինս բաժանվել է, երեխային տիրություն չի անում։ Իրինան հանրակացարանում մի սենյակ ունի, 7 տարեկան մի աղջիկ ու 1000 ու մի հոգս։ Մանկատան ընկերներից շատերն են կիսում նրա ճակատագիրը։ Օսանը օրինակ 3 տարեկանում ընկել է Կամոյի մանկատուն, հետո տարել են Մեղրիի մանկատուն, հետո ապարան, Գավառ։ Գավառից բերեցին ստեղ։ Ուսանող էի, սովորում էի, 3 տարի պիտի սովորեի, 7 ամիս սովորեցի։ Երեխա ունեցա, հիմա պահում եմ։ Երեխաս մանկապարտեզ է գնում։ Թե ինչպես են կարողանում աշխատանք չունենալով երեխա մեծացնել, միայն իրենք գիտեն։ Երբեմն դժգոհում են կյանքից ու ճակատագրից։ Երբեմն էլ իրենց շուրջն են նայում ու տեսնում, որ բախտակիցներից վատ չեն ապրում։ Գոնե գլխներին ծածկ ունեն։ Մանկատնից դուրս եկած շատերի համար հանրակացարանային այսպիսի պայմաններն անգամ ճոխություն են։ 16-ից 18 տարին լրացած սաները դուրս են գալիս, բառից բուն իմաստով անօթևան վիճակում են հայտնվում։ Մի մասը ուսանողական կարգավիճակով ապրում են ժամանակավորապես հանրակացարաններում, երբ որ ուսանողական կարգավիճակը արդեն իրենց վերջանում է, նորից հայտնվում են փողոցում։ Օրինակ Զեյթունի հանրակացարանում աղջիկներ կային, որ ընդհանրապես դուրս մնացին։ Նրանք սովորում էին ուսանողական
փաստորեն կարգավիճակը նրանց վերջացավ եւ նրանց ուղղակի ասեցին ազատեք սենակները մյուս ուսանողների համար։ Մանկատան տնօրենները, նախարարությունը, մարզպետարանը ամեն դեպքում ուշադրության կենտրոնում են պահում այդ հարցը եւ աշխատում են հնարավորին կարգավորել, այսինքն գտնել այդ երեխայի ազգականներին, բարեկամներին, նրանց հետ որոշակի ասենք աշխատանք տանել, որ ասենք հետագա ասենք կյանքը կարողանա նրանց մոտ ապրել, մինչև ինքը կարողանա իր աշխատանքով բնակարանի եւ մնացած հարցերը լուծել։ Այդ մինչևը սակայն որպես կանոն չի գալիս։ Մարզպետարանները, նախարարությունները, ազգականները կարճ ժամանակ անց լվանում են իրենց ձեռքերը եւ մինչեւին սպասողներից շատերի հետ արդեն պետական բոլորովին այլ հիմնարկություններ են զբաղվում։ Հնարավորությունները շատ ժամանապակ են այդ առումով ես կասեի, որովհետև ինչպես գիտեք ամեն մի հարց առավել եւս բնակարանի եւ ուսման հետ կապված հարցերը այսպես ասած նյութական միջոցների հետ կապված հարցեր են։ Պետությունը գերադասում է սուղ նյութական միջոցներով ծածկել ու քողարկել երևացող խնդիրները, բայց չլուծել դրանք։ Օրինակ, երբևէ չի հաշվարկվել, ինչքան գումար կարելի է վաղը տնտեսել հանցագործության դեմ պայքարում, եթե այսօր լուծվի մանկատնից դուրս եկած տղաների կացարանի խնդիրը։ Տղաները շատ անապահով են, շատ, դաժե մնալու տեղ չունեն իրոք։ Ու կարամ գնանք բոլորի տեղը ցույց տամ ով որտեղ է մնում, բոլորի տեղը։ Մեկը ընկերոջ գետին է քնում, տենց հիմնական մնալու տեղ չունեն։ Տղաները գալիս էին այստեղ բալկոնում, անձրև կլներ, տաք կլներ, դոշակ էինք տալի, այդյալ էինք տալիս, բարձ էինք տալիս, չեղած տեղից տալիս էինք, պարկում էին բալկոնում քնում էին։ 4-րդ հարգն էին քնում, թանգարանի կրիշեքն էին քնում, շուկաների յարմարկաները որ կան, սեղանիկների տակն էին քնում, շախմատի դպրոցի կրիշներն էին քնում տղաները։ Բայց երկրում քանի թանգարան եւ շախմատի դպրոց պետք է լինի, որ մանկատան սաների տանիք ունենալու հարցը լուծվի։ Ամեն տարի մանկատան հոսքագծով տասնյակ պատանիներ են մտնում կյանք, եւ միայն բարեգործներն են, որ ժամանակ առ ժամանակ օգնության են հասնում նրանց։ Կարինեն մեկն է այն երջանիկներից, ով տուն է ստացել Մեսրոպ arczepiskopos Աշճյանի օժանդակությամբ։ Մանկատնից դուրս եմ եկել 1991 թվականին, մեզ տեղափոխեցին ստեղ Նամպերի հանրակացարանում, որպեսզի գիծ ուսումնարան կար, որպեսզի սովորեինք։ Դե ավարտելուց հետո մնացինք առանց աշխատանք, դրանց հետո երևի բախտ վիճակվեց ամուսնանալու, հետո հատկացրին բնակարան քաղաք Էջմիածնի գյուղ Մրգաստանում։ Բարեգործական կազմակերպություններն ու Մեսրոպ arczepiskopos Աշճյանը տուն են տվել ընտանիք կազմած մանկատան 15 զույգի։ Բայց փողոցում մնացածները շատ ավելի են։ Պարզ է, որ միայն բարեգործների օգնությամբ խնդիրը չի լուծվի։ Հարկավոր է պետության ուժն ու հովանավորությունը։ Նախկինում երեխաների հատուկ պրոֆտեխ ուսումնարաններ են տեղավորել, հանրակացարաններում են տեղավորել ապրելու համար, ինչ որ լուծումներ եղել են, բայց քանի որ բազմաթիվ չլուծված հարցեր կան եւ խնդիրներ կան, երևի թե այդ հարցը քիչ թե շատ կերպով ավելի մոռացության էր մատնվել, մտածելով որ արդեն ինքնուրույն են դարձել, չափահաս են դարձել եւ իրենք ինքնուրույն կարող են իրենց հետագա կյանքը դասավորել։ Չափահաս դարձած մարդիկ սակայն կյանք են մտնում իրենց հասակակիցների հետ ոչ հավասար պայմաններով։ Մեր հասարակությունում դժվար է հաստատվել առանց թեւուտի կունքի, եւ կյանքի դեմ մենակ մնալը սովորաբար նշանակում է դուրս մնալ կյանքից։ Մեծ խելք պետք չի դա հասկանալու։ Ուրեմն պատկերացրեք այսօր ժողովրդի հիմնական մասը սոցիալական ծանր վիճակի մեջ է, բայց գոնե 16 տարեկան երեխան դպրոցը ավարտում է, գոնե իր ուրեմն տանիք ունի, որտեղ կարող է գիշերել։ Դուք պատկերացրեք այն երեխաների վիճակը, որոնք դուրս են գալիս կատարյալ անորոշություն։ Չգիտեմ, ոչ տուն ունեն, ոչ շատերը ոչ ազգական ունեն, ոչ ծնող ունեն, ուր գնան այս երեխաները։ Այս երևույթը բերեց նրան, որ այդ տղաները հիմնականում եւ աղջիկները ուրեմն բռնեցին ուրեմն շատ ծուր ճանապարհ, տղաները հանցագործ ճանապարհը բռնեցին եւ ունենք աղջիկների դեպքեր, որ նրանք բռնեցին թեթևաբարով ուրեմն
կյանքի ճանապարհը։ Այսինքն ես որ ճանաչում էի նրանք այդպեսին չէին։ Այսինքն նրանք կարող էին մեր վաղվա առողջ սերունդը հանդիսանալ, բայց ստացվեց հակառակը, որ նրանք փաստորեն մնացին ճահիճը մտան։ Իմ համար ոնց որ սովորական երևույթ արդեն լինի։ Հասկանում եք, խոսքի մեկն ու մեկը աշխատում է գնում է գործի, չէ՞։ Իմն է ոնց որ էդ լինի, լուրջ եմ ասում։ Ոնց որ գնամ աշխատանքի ասում եմ, գնում եմ մեկը շուկա առևտուր անեմ, գամ տուն, այդ ձև։ Սովորական այս աշխատանքով զբաղվողներին մեր հասարակությունը խեթ է նայում։ Պետությունն էլ, չնայած փողոցում դեգերող կաշվեժ աղջիկներին ժամանակ առ ժամանակ զգուշացնում է, որ մարմնի վաճառքը վտանգավոր է առողջության համար, բայց եւ այլընտրանքային որևէ աշխատանք չի առաջարկում նրանց։ Շատ տեղեր եմ գնացել, ես ինքս գնացել եմ, կարամ խոսքի մատուցողել աշխատեմ, ասել եմ չէ։ Ման եմ գալիս։ Ոնց դուրս ես գալիս, հա։ Հա, դուրս եմ գալիս։ Հենց մեքենայը պատահում նստում ես, թե ոնց ես։ Հա, վաղտ կա խոսքի դուրս էլ չեմ գալի, ծանոթներս են գալիս, տենց ասում խոսքի երեխեն տուն ուտելու բան չկա, փողա տալիս ծանոթա։ Ասում խոսքի երեխու համար առևտուր արական, տան համար կամ մանկապարտեզի վարձը, կամ հոսանքի վարձը։ Այսինքն հիմնականում երբ որ փողի խնդիր ես ունենում, ստիպված դուրս ես գալիս փողոց, հա։ Հա, դե խոսքի գիտեմ տուն ուտելու բան կա, դուրս չեմ գա։ Տենց։ Սկզբնական շրջանում վախում էի, ասում էի, բա որ տանեն գլուխս ուտեմ բան, դե 0.2-ով է տենց բան, հետո չէ։ Դե ամեն մարդու հետ կարողանում եմ խոսամ։ Օսանի համար ավելի հեշտ է տարբեր մարդկանց հետ առանձին լեզու գտնելը, քան թե ինչ-որ վարչությունների ու կոմիտեների բացատրելը, որ անհնար է առանց աշխատանքի ապրել եւ դեռ պետության հարկ ու տուրք էլ վճարել։ Պետություն չկա, ասում են պետություն։ Խիելը մի հատ մանկատնից դուրս եկած մի հատ դիր աշխատելու տեղ կամ խոսքի ուսումի տեղ, մի հատ նորմալ տեղ մնալու բան, վայրեն չկա։ Ինձ դային ես դες բան չի անի։ Ես իմ մոմենտով եմ ասում։ Իսկ մանկատնից շատ աղջիկներ գիտես, որ ասենք ստիպված այդ ճանապարհն են ընտրում։ Հա, իմի նավ դել գիտեմ խոսքի Զեյթունում։ Դաժե այս հանրակացարանն ինչա էդ էլ չունեն։ Մնալու օրը մեկի տունը գիտեմ, չնայած ես իրանց տարիքով մեծ եմ, դե իրանք նոր են դուրս եկե։ Ինչով պետք է զբաղվեն, եթե աշխատանք չունեն, բնակարան չունեն եւ ծածկ չունեն։ Այս հարցի պատասխանը փնտրելու համար մանկատնից դուրս եկածները քիչ ժամանակ ունեն։ Գտնված պատասխաններն էլ սովորաբար միանման են։ Եթե նայմա կողքինը գողություն արեց փողը վաստակեց, ասում սպասի ես էլ ընկնեմ իր շարքերը, ես էլ վաստակեմ 2 կոպեկ, 1-2 եկե հո։ Բերթում նստավ։ Իսկ աղջիկը 1-2 կտանենք մաշկա վեներական ստուգման։ Իսկ այդ երեխեքի գլխին տես չկա։ Չկա, որ մեկը բացատրի աղջիկ ջան, այդ ճանապարհը քեզի դժոխք է տանում։ Դժոխք տանող ճանապարհից շեղվելու հնարավորությունները մանկատան նախկին սաների համար սահմանափակ են։ Յուրայինները քիչ բանով կարող են օգնել, իրենք էլ նույն վիճակում են։ Հասարակությունը զբաղված է իր բազում խնդիրներով եւ չի ցանկանում նոր խնդիրների բեռի տակ մտնել։ Պետությունն էլ իր առաքելությունը ավարտված է համարում այն ժամ, երբ քաղաքացին չափահաս է դառնում։ Ոնց եմ գոյատևում։ Կան քաղաքում, որ տենց ծանոթ ընկերներ ունեմ, մեկ
հանդիպում եմ, դե պարզ բանա, գումարա, այդ բոլորին է պարզ։ Ես չունեմ թաքցնելու, եթե խոսք իմ աշխատանքը ունենամ, իմ կռիչն ունենամ, իմ տունն ունենամ, ես իմ երեխան իմ ուզած ձևով կպայեմ։ Պետություն, պահ մեկ լավ եք անում, խիեք հետո անտեր ու դուս շպրտում, որ երեխաները շեղվեն, մեկը մարմնամ վաճառության, մեկը գողության, մեկը ես չգիտեմ ինչով է զբաղվում, որ իր օրվա հացը վաստակի։ Վերադառնալով հասարակություն, նախկին կալանավորն ու մանկատան սանը կանգնում է նույն անլուծելի հարցերի առջև։ Եվ սովորաբար շարունակում է իր կյանքի կարուսելի փակ պտույտը։ Փողոց գողություն բանդ։ Փողոց գողություն բանդ։ Այդպիսի օրինակներ կան, այո, իհարկե կան, բայց կոնկրետ Մոխով Ռաֆայելի մասին կարող եմ ասել, այսօր նրա հարցը շատ լուրջ է, նա լրիվ նոր է ազատվել, Ներսիսյան Հովհաննեսը։ Ոչ մի երաշխիք չկա, որ նախկին կալանավորներն այս անգամ կգտնեն իրենց տեղը արևի տակ։ Երաշխիքը պետական քաղաքականությունն է, որի համար նախատեսված թղթապանակը դատարկ է Իրինայի Սառնարանի ու Ռաֆայելի գրպանի նման։ Այսպիսի անտարբերությունը կարող է շփոթության մեջ գցել նաև մանկատներին ու բարեգործներին։ Չէ՞ որ իրենց առավոտյան կառուցածը կեսօրին փլվում է, ավազե տնայքի նման։ Այն գումարները, որը պետությունը կծախսի այդ երեխաներին հետ բերելու համար, եթե իրենք դուրս են եկել արդեն շավիղից, այսպես ասած, դարել են հանցագործներ, դարել են մարմնավաճառներ ու լցվել են բանտերը, այսպես ասած, այն վնասը, որ նրանք կարող են բերել պետությանը, շատ անգամ ավելի կգերազանցի այդ գումարը, քան թե եթե ներկայումս այդ երեխաների վերադրվի որոշակի ծախսեր, այդ երեխաներին ապահովեն համապատասխան բնակ մակերեսներով, համապատասխան ուշադրություն դարձվի, որոշ ժամանակ երկարացվի, 18 տարեկանից հետո նույնպես 18 տարին բավարար չէ։ Մենք ունենք երեխաների պաշտպանության մասին մինչև չափահաս դառնալ, այսինքն մինչև 18 տարի։ Նրանից հետո չունենք մենք նման օրենսդրական դաշտ, որ հետագա նրանց, ասենք, հատկապես այդ երեխաների մանկատան նախկին սաների վերաբերյալ չունենք։ Օրենսդրական բացը կարող է մասնակիորեն լրացվել երկկողմանի ծնողազուրկ երեխաների սոցիալական պաշտպանության մասին օրենքի ընդունմամբ։ Առաջին ընթերցմամբ նախագիծն ընդունվել է։ Տվյալ պարագայում մենք գործ ունենք հասարակությունից օտարված, ընտանիքից օտարված մի խավի մասին, որը մեծանում է այս երկրում եւ որի համար պետությունը պարտավոր է անհրաժեշտ պայմաններ ապահովել։ Մենք այս օրենքի նախագծով փորձում ենք ծնող չունեցող երեխայի հոգսը դնել պետության ուսերի վրա։ Սոցիալնախարարությունը փորձում է պետության ուսերին մի ուրիշ հոգս դնել։ Մշակված կարգով պետական օժանդակություն տրամադրել մանկատնից դուրս եկածներին։ Հարցն այն է, թե պետությունը կարող է իր փոքրուն ուսերին այսքան հոգս կրել։ Նույնիսկ կարգն է գրենք եւ եթե կարգն է ընդունվի, եթե դա կարգը չկիրառվի, այսինքն եթե չլինեն դրա համար նյութական համապատասխան միջոցներ, միևնույն է դա կմնա թղթի վրա։ Ծնող չունեցող երեխան դա որոշակի սոցիալական խավ է։ Մենք կամ պիտի այդ ծնող չունեցող երեխային ընդհանրապես ասենք դու մարդ ես ապրելու կյանքի իրավունք չունես, որը ամրագրված է սահմանադրությամբ, յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք։ Կամ պարտավոր ենք ուրեմն այդ երեխայի համար պայմաններ ապահովել, նվազագույն։ Ես չեմ ասում ծնող ունեցող երեխայից շատ, թող ինձ ներվի ասել, բայց գոնե այն անհրաժեշտ նվազագույնը, որ այդ երեխան կարողանա կյանք մտնել։ Այս վերջին դուրս եկած ամեն մի մանկատան երեխան արդեն ողբերգություն է։ Պրոբլեմը թաղելով, պրոբլեմը քողարկելով մենք պրոբլեմը հաստատ չենք լուծում։ Այսօր կա այդ պրոբլեմը մեր հասարակությունում։ Մենք դա տեսնում ենք փողոցներում, յուրաքանչյուր քայլափոխի։ Եվ պետությունը պարտավոր է քայլեր ձեռնարկել։ Նրանց պետք է օգնել, որովհետև նրանք անօգնական են իրոք։ Ճակատագիրը նրանց կապմամբ բարեհաս չի գտնվել այդ առումով եւ պետք է պետությունը դա։ Բյուջեից հատկացումներ անի այս հիմնախնդիրը լուծելու համար։ Պետք է օգնել, իսկ օգնությունը պետք է լինի։ Մենք պետք է այդ երեխաներին կարողանանք լիարժեք մեր հասարակության անդամ դարձնել։
Պետք է ների անվերջանալի շարանը, պետք է որ վերջ ունենա։ Գոնե այս սերնդի